Ողջունում եմ բոլորիդ հարազատներ ու փառք եմ տալիս Աստծուն ամեն մի տերունական օրվա համար, որ Տերը շնորհում է եւ Տերը հնարավորություն է տալիս իրեն մեծարելու, իրեն փառաբանելու, իրեն պաշտամունք բարձրացնելու, միասին աղոթք անելու եւ հույսով եմ, որ այս տերունական օրերը իրապես նպաստում են, որպեսզի մենք Աստծո խոսքը ճանաչելով նմանվենք Քրիստոսին։ Որտեվ նորից ու նորից Կիրակի օրը կամ ամեն տերունական օր կամ ամեն պաշտամունքին մասնակցել ուղղակի ինքնանպատակ չի։ Երկնքում մի հատ մեծ մատյան չկա, որ հենց որ Արթուրը եկավ պաշտամունքի մասնակցեց, այդ մատյանի մեջ պլյուսը դրեցին, ներկան դրեցին ու վերջ։ Արդեն էական չի։ Կարևորը եկավ, ներկա ստացավ ու վերջ։ Կամ, չգիտեմ, ձեր կարդալու մատյանն էլ չկա։ Այսօր բացեց Աստվածաշունչը, բացեց մի բար կարդաց, վերջ, ներկան ստացանք, որ արդեն կարդացել ենք։ Սրա մասին չի խոսքը գնում, սիրելիներ։ Ամեն բան ինչ որ անում ենք, պետք է հստակ նպատակային լինի։ Աստծո խոսքը կարդում ենք, որպեսզի ճշմարտությունը ճանաչենք եւ այդ ճշմարտությունը թույլ տանք, որպեսզի փոխի մեր կյանքը եւ նման ձեւով գործենք։ Երբ որ պաշտամունքի ենք մասնակցում, ցանկություն ունենք Տիրոջը մեծարանք բարձրացնելու, Տիրոջը շնորհակալություն հայտնելու։ Մեր խոսքը ուզում ենք բաց լինի, մեր ականջը ուզում ենք, որ բաց լինի, խոսքը լսելու եւ աղոթելու, որ Տեր այս խոսքիդ համեմատ փոփոխիր կյանքս, որպեսզի այսօր ել ավելի նմանվեմ քո որդուն Հիսուս Քրիստոսին։ Սա մեր նպատակը, որ Տիրոջն ենք ուզում ամբողջ մեր կյանքի ընթացքում փառավորենք։ Իսկ եթե ինչ-որ մի բան արդեն ձանձրանում ենք, արդեն սովորական է դարձել, պետք է աղոթենք, պետք է խնդրենք, որ Տերը նորից վերականգնի այդ փափագը, նորից հասկանանք նպատակը ամեն բան ինչ որ անում ենք։ Չպիտի վարվենք ուղղակի երեխաների պես։ Հիմա երեխաները ստիպված նստած են, այսօր հաղորդության օր է, գուցե այդքան էլ ուրախ չեն, որ ամբողջ պաշտամունքին պետք է մասնակցեն, բայց այդ նույն կարգավիճակում շատ անգամներ մենք ենք գտնվում։ Ասում եք, դե լավ, էլի ստիպված պետք է լսեմ, քարոզիչն էլ մի քիչ ձգձգեց, մի քիչ մոնոտոն է խոսում, վերջ, քունս էլ տարավ ու վերջ, այսինքն այդ զգացողությունը երբ կվերջացնի, երբ ամեն կասի կնստի ինքը հանգիստ, որ մենք էլ գնանք ամեն մեկս մեր գործերով։ Փափագը էս պետք է լինի, որ Տեր Աստված ինչ ես ուզում խոսես ինձ հետ այսօր։ Որն է իմ կամքդ, որն է, որ ուզում ես, որ ես այսօր սովորեմ, Տեր, որ փոխվեմ, որ գործնականում կյանքիս մեջ դու երևաս։ Ու հույսով եմ այս պաշտամունքները Կիրակի օրերը նպաստում են դրան։ Այսօր պետք է շարունակենք Եբրայեցիս նամակի մեր քարոզաշարքը եւ ինչքան հիշում եք հասել ենք Եբրայեցիս 12-րդ գլխին։ Ու քիչ է մնացել 12-13 ու վերջացնում ենք Եբրայեցիսը։ Բայց դե քարոզությունը չենք վերջացնելու, էլի։ Իրականում որ նայում ես Աստծո խոսքի խորությանը եւ այն գանձին ինչ որ Տերը տվել է, շատ դեպքերում գուցե մեկ կյանք բավարար չլինի մանրակրկիտ ուսումնասիրելու, կարդալու, սերտելու ու այո մեր փափագը սա պետք է լինի, որ իրապես խոսքը կարդանք, հնարավորինս շատ իր կամքի, իր ճշմարտության մեջ լինենք։ Լավ։ Այսօր խոսելու ենք Աստծո մարզիկի մասին, այն մարզիկի, ով որ կարևոր քայլեր իր կյանքում պետք է անի։ Ռուսները այս ձևի մի արտահայտություն ունեն կամ ասացվածք ունեն, ասում են երկու անգամ նույն փոცხին չեն տրորում, չէ՞։ Գիտեք, եթե նայեմ այս շրջանակում, շատ մարդիկ կան, երկուսից ավել անգամ այդ նույն փոცხը տրորում են։ Եթե դուք հիշեք անցած Կիրակի օրվա քարոզը, խոսում ենք, որ Աստված խրատում է իր զավակներին։ Եվ այն ով որ խրատը ընդունում է, ցույց է տալիս, որ նա զավակ է, Աստծո զավակ է։ Եվ հետևաբար, եթե խրատը ընդունել ենք, ինչ պետք է անենք։ Գնանք ու էլի նորից նույն փոცხը տրորենք։ Չէ, պետք է փոփոխություն լինի մեր կյանքում, մեր գործնական կյանքում այդ ամեն ինչ որ խրատը լսեցինք, ընդունեցինք, այն գործնականում պետք է արտահայտվի մեր կյանքում։
Եթե վերցնեմ իմ այս փոცხի անալոգիայով, առաջի փոცხը կարող է հենց այդ խրատը լինի, որ գուցե ցավոտ էր, գուցե բավականին sense դժվարություն էր այդ ստրեսային վիճակից դուրս գալը, այդ փոცხը, որ խփում է sense ճակատին, բավականին ցավոտ է լինում, ու Աստծո խոսքն էլ ասում է, այդ խրատը սկզբնականում բավականին կարա ցավոտ լինի։ Բայց գիտեք ինչ կա, երկրորդ անգամ է դրա կարիքը չկա նորից գնալու տարօրելու, որտեվ եթե երկրորդ անգամ, երրորդ անգամ նույն բանով անցնում, ուրեմն ինչ որ մի բան այն չի։ Աստված ինձ հետ խրատում է, Աստված ինձ հետ խոսում է, բայց ես ամեն անգամ ասում եմ հա ու գնում եմ լրիվ հակառակը նորից նույնը կրկնում եմ, նույնը անում եմ։ Եթե նայեք ընդհանրապես Աստծո խոսքին, նամակներին, նույն Պողոս Առաքյալին կտեսնեք։ Սկիզբը գնում է ուսուցումից հետո ինչն է գալու պարտադիր գործնական կիրառությունը, որովհետև նորից պաշտամունքի կամ քարոզի նպատակը ուղղակի ինֆորմացիա տալ չէ, ուղղակի վարդապետություն փոխանցելը չի։ Շատ ոչ հոգևոր մարդիկ կան, ովքեր որ պաշտոնից ելնելով գուցե դասախոս են, գուցե այլ ինչ-ինչ բերնից ելնելով ինչ են անում, բավականին գիտություն են Աստծո խոսքից։ Վարդապետություններից, տարբեր տեսություններից, պատմություն, այս ամեն ինչը շատ հստակ գիտեն։ Բայց կյանքում չեն կիրառում, որովհետև դա ընդհանրապես որպես գիտություն է իրանց պետք գալիս։ Շատ դեպքերում մենք էլ կարծում ենք, որ եթե քարոզը լսեցի, ավտոմատ կերպով վերջ, ամեն բան դզվեց։ Ամենն էլ ասեցի, չգիտեմ, Facebook-ում էլ մտա այդ քարոզը լայքեցի, տակն էլ մի հատ էլ ամեն գրեցի, հաստատեցի, վերջ, միսիաս ավարտված է։ Խրատը լսելուց հետո պետքա տեսնենք այդ խրատը կյանքիս մեջ ինչ որ դեր ունեցավ, փոփոխություն ունեցավ, թե ոչ։ Եվ հիմա ստեղ տեսնում ենք ասում է, քանի որ որպես մարզիկ եք արդեն պետքա վազեք, ձեզ տալու եմ հիմա խրատների այդ գործնական քայլերը ինչպես արտահայտվելու։ Եվ հիմա այսօր այս սրա մասին ենք խոսելու։ Լավ, եթե Տիրոջ մարզիկն եմ, այն մեկն եմ, ով վազում է, կյանքիս մեջ դա ինչպես պետք է արտահայտվի։ Գործնականում ինչ քայլեր ես պետք է կատարեմ։ Եկեք ընթերցենք Եբրայեցիս 12:12-ից 17 համարները։ Եվ ձեր մտքին ունեցեք այս ամբողջ 12-րդ գլուխը, որտեղ մեկը մյուսի հետ փոխկապակցված է։ Եբրայեցիս 12 կարդալու ենք 12-ից մինչ 17 համարները։ Դրա համար ուղեք թուլացած ձեռքերն ու տկարացած ծնկները եւ ձեր ոտքերի համար ուղիղ ճանապարհներ շինեք, որպեսզի կաղը չգլորվի, այլ մանավանդ բժշկվի։ Բոլորի հետ հետամուտ եղեք խաղաղության եւ սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի։ Զգույշ եղեք, որևէ մեկը Աստծո շնորհից չզրկվի։ Դառնության արմատ թող չաճի ու ոչ ոք թող նեղություն չտա եւ դրանով շատերը չպղծե, որպեսզի ոչ մեկ պոռնիկ ու պիղծ չլինի ինչպես Եսավը, որ մի աման կերակուրի դիմաց իր անդրանեկությունը վաճառեց, որովհետև գիտենք, որ թեև հետո կամեցավ օրհնությունը ժառանգել, բայց մերժվեց, քանի որ ապաշխարության հնարավորություն չգտավ, թեպետ արտասուքով այն փնտրեց։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս քո խոսքի համար, քո ներկայության համար, քո անփոփոխ ու կատարյալ Աստված լինելու համար, որ կարող ենք վստահել եւ գիտենք, որ Տեր դու երեք այսօր նույն ես հավիտյան եւ քո խոսքդ հավիտյան նույնն է լինելու Տեր։ Ոստի խոսքովդ խրատիր մեզ Տեր եւ դու առաջնորդիր Հայր, որ գործնականում իրական կյանքում այս ամենը իրականություն դառնա մեր հետ։ Որպեսզի ուղղակի դատարկ ամեն ասողներ չլինենք, այլ գործող լինենք Տեր։ Որպեսզի քրիստոնյաներ լինեն, ովքեր որ վազում են քո փառքի ու քո անվան համար։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։ Գիտեք, ինչպես որ տեսանք 12-րդ գլխում հենց ամենասկզբում 12 համարից հետ ենք վերադառնում այն օրինակին կամ այն մետաֆորային, որով որ սկսել էր հեղինակը։ Կհիշեք, մենք խոսել ենք երկու կիրակի առաջ մարզիկի մասին։ Եվ ասում պատկերացեք, այդ վկաները կան, եւ հիմա մենք պատրաստ ենք վազելու։ Եվ վազելու համար արդեն խոսել ենք, թե ինչ էր հարկավոր, ինչից պետքա ձերբազատվենք։
Եվ հիմա ինչ է ասում։ Հիմա նորից վերադառնում է այս պարզ նորից ճշմարտությանը։ Եվ կտեսնենք 3 հստակ քայլեր այստեղ։ Հստակ քայլեր, որոնք որ մեր կյանքում պետքա գործնականում անդադ կիրառենք, անդադ հետ պետքա վերադառնանք։ Առաջինը սա է, որ մենք պետքա ամրացնենք մեր հավատքը։ Մեր հավատքը ամուր հիմքի վրա պետքա լինի։ Կարդանք եւս մեկ անգամ 12 եւ 13 համարները։ Դրա համար ուղղեք թուլացած ձեռքերը ու տկարացած ծնկները եւ ձեր ոտքերի համար ուղիղ ճանապարհներ շինեք, որպեսզի կաղը չգլորվի, այլ մանավանդ բժշկվի։ Ուշադրություն դարձնում եք, ինչին է ուշադրություն դարձնում։ Ձեռքերին եւ ծնկներին։ Ընդհանրապես, երբ որ վազել եք, կտեսնեք, որ վազելու ժամանակ մենակ ոտքերը չեն աշխատում։ Ձեռքերը նույնպես աշխատում են, որպեսզի մենք հավասարակշռություն պահենք եւ ընդհանուր մարմնի տեմպը ձեռքերը նույնպես տալիս են։ Նույնիսկ ֆուտբոլիստները գիտեն, եթե օրինակի համար որևիցե մեկը ձեռքի վնասվածք ունի, օրինակի համար ձեռքերը անհամաչափ են, կա որոշակի ինչ որ մի հատված, որ մինչև այդտեղ կարա ասենք գոնե մնացած երեխեքի հետ հավասար խաղա։ Բայց հետո պահը գալու, որ քանի որ ձեռքերի հետ կապված խնդիր ունի, հավասարակշռություն չի ճիշտ կարողանալու պահել եւ սա միշտ խոչընդոտ է իրան հանդիսանալու, որպեսզի արագ վազի, արագ կարողանա կողմնորոշվի ու արագ շարժվի։ Եվ նույնպես երկրորդ հանգամանքը, որ անդադ շարժում է, բացի մեր մկաններից, նաև ծնկներն են, չէ՞, երբ որ մարդը հոգնած է լինում, ինչ են ասում, սկսում է ծնկները ինչ լինել, դողալ, չէ՞, սկսում է դողալ, սկսում է ցավել։ Եվ դրա համար ստեղ այդ երկու բանին է ուշադրություն դարձնում։ Ասում պետք է ամուր ձեռքերը ինչ անենք, ամրացնենք մեր ձեռքերը եւ մեր ծնկները, որը որ գուցե ընթացքում թուլացել են, գուցե ինչ որ հարցերում կաղ են եղել, խնդիրը գիտեք ինչու՞մն է եղել։ Ճանապարհներն են սխալ եղել։ Այն որ այս ձև եմ մտածել, ինչ որ բաներ են տեսել, հայացքս տարբեր կոմերի է եղել։ Դրա համար ամենասկիզբն ասում էր նախ եւ առաջ հայացքը ձեր ուղղեք Քրիստոսի վրա։ Այն ավելորդ բեռը թողեք ու նորից վազեք։ Ստե ինչ է ասում դրանից հետո, ինչ պետք է անենք, եւ ձեր ոտքերի համար ուղիղ ճանապարհներ շինեք։ Այդ ուղիղ ճանապարհը ո՞րն է։ Սաղմոսների մեջ շատ հստակ է ասում, քո խոսքը ինչ է, ճրակ էին ոտքերուս։ Խոսքն է, որ մեր առաջ հստակ այդ ճանապարհը գծում է, ես հստակ գիտեմ որտեղ եմ գնում։ Հավատքիս հիմքը շատ հստակ է։ Խոսքը գիտեմ, չեմ երերալու, չեմ կասկածելու։ Գուցե ինչ որ բանից ելնելով այսօր թույլ եմ, այսօր ինչ որ կերպով տկարացել եմ, կարծես նստած եմ, հոգնել եմ։ Ինչ ասում հեղինակը, չենք կարա այս վիճակում մնանք։ Տերը մեզ չի կանչել, որ ուղղակի սենց նման թույլ տկար վիճակում մնանք, մենք դրա համար չենք կանչված։ Ցավում եմ ասում, որ շատ քրիստոնյաներ այսպես թույլ ու տկար վիճակում են գտնվում։ Համ քրիստոնյա են, համ տեսնում ես, որ հավատ կա, բայց այն չի։ Ծառայության մեջ միշտ համարյա թե չկան։ Պաշտամունքի ընթացքում պետք է զանգես հիշացնես, որ գիտես ինչ կա, եղբայր, Կիրակի արի պաշտամունքին, քույր ջան, արի ծառայությանը։ Կարդացել ես, չէ, այսօր չի ստացվել։ Այսինքն միշտ sense թույլ տկար վիճակներում են գտնվում։ Դերը չի ցանկանում, որ մենք որպես մարզիկներ այդ ձևի վիճակում գտնվենք։ Որ ուղղակի նստած լինենք աթոռին ու ասենք, լավ էլ եկեք մեզ տարեք, էլի, դուք մեզ տարեք, sense վերցեք, գրկեք ու տարեք։ Գուցե սկզբնական շրջանում երեխեն կարիք ունի, որ գրկում ես, տանում ես այս կողմ, այն կողմ, բայց պահը գալի, որ արդեն երեխեն ինքը պետք է ինչ անի, քայլեր անի։ Չես կարող անընդհատ տանես։ Հիմա նորից եմ կրկնում։ Սա չի նշանակում, որ եթե որևիցե մեկը մեր շուրջը, մեր կողքը տկար է, մենք ասենք դե ինքը արդեն պետք է մեծացած լիներ, ես ձեռքերս լվանում եմ։ Չէ, անընդհատ հոգ պետք է անտանենք մեկս մյուսի համար, ուստեղ հələ դեռևս կտեսնեք դրա մասին։ Սրա մասին չի խոսքը գնում, բայց այնուամենայնիվ ես իմ կյանքս մի հատ պետք է մի պաուշարություն դարձնեմ։ Այսքան տարիներ անցնում է, ինչքան ժամանակ է Քրիստոսին ճանաչում եմ, որտեղ եմ, ինչ վիճակում եմ գտնվում։ Արդյոք վազում եմ, թե տես թուլացած նստած եմ։ Եթե այդ վիճակում եմ, Տերն ասում է ինչ արեք, ամրացրեք, ուրեմն ձեր հավատքի հիմքը նայեք։ Գուցե ինչ որ մի բան դեռևս չեք ճանաչում այն Աստծուն, որը որ պետք է ձեզ զորություն, կարողություն տա ապրելու այն հոգևոր կյանքը, որի մեջ որ կանչված եք։
Չենք կարա, սենց կասկածելի կամ ստեղա, միջին վիճակներ չկա քրիստոնեության մեջ։ Կամ տիրոջն ես, կամ տիրոջը չես։ Եվ 5 տականում տեսնում եք այս ձևի մի օրինակ, որտեղ որ խոսում է այդ կաղ վիճակին կամ թույլ վիճակի մասին։ Ու նորից բերում է, որ ասում է ժողովուրդ ջան, պետքա հստակություն մտնի ձեր մեջ։ Հստակ պետքա որոշում կայացնեք, որ ուղղությամբ եք ուզում գնաք։ Չի կարա այնպես լինի, դե ես մի քիչ աշխարհի մեջ եմ, մի քիչ հոգևորի մեջ եմ, մի քիչ ուրիշ ինչ որ գործերի մեջ չի լինում տենց։ Երրորդ Թագավորաց 18-րդ գլխում 21 համարում։ Եղիայի այս պատմությունը գիտեք։ Բավականին մեծ ընթացք էր, որ Իսրայելը կռապաշտության մեջ էր։ Երրորդ Թագավորաց 18-րդ գլուխն է։ Եվ հիմա Եղիան կոչ է անում ժողովրդին, ուշադրություն դարձեք այդ կոչի խոսքերին։ Երրորդ Թագավորաց 18:21։ Եվ Եղիան մոտեցավ ամբողջ ժողովրդին եւ ասաց. «Մինչև երբ դուք պիտի կաղաք երկու կողմի վրա»։ Ուշադրություն դարձնում եք նույնիսկ կաղալը կամ այդ թույլ ծունկ ունենալը։ Այդ վիճակում եմ, ես չգիտեմ, այս կողմ եմ, այն կողմ եմ, անընդհատ sense երերուն վիճակ է, համ որպես քրիստոնյա է կարծես, բայց այդքան էլ քրիստոնյա չի։ Տիրոջ կարծես ծառայում է, բայց այդքան էլ ոնց որ չի ծառայում։ Չես իմանում, անհասկանալի sense ինչ որ իներտ վիճակ է։ Եթե Տերն է Աստվածը, գնացեք նրա ետևից։ Եվ եթե բաղակն է, նրա ետևից գնացեք, բայց ժողովուրդը նրան ոչ մի պատասխան չտվեց։ Ընտրությունը շատ հստակ է, չեք կարող ասեք, դե գիտեք ինչ կա, ոնց ասենք, շաբաթվա ընթացքում, շաբաթվա 6 օրը աշխարհիկ եմ, 7-րդ օրը հոգևոր եմ, չի լինում տենց ժողովուրդ։ Չես կարա տենց լինես։ Կամ վերջի վերջո հայտարեք, որ դուք աշխարհիկ եք, աշխարհիկ կյանքով ապրեք, որպեսզի մարդիկ էլ ձեզ այդ ձև վերաբերվեն, որպեսզի մեկ ուրիշ քրիստոնյա գա ձեզ ավետարանը քարոզի, գուցե եւ ապաշխարեք դարձի գաք։ Կամ եթե հոգևոր եք, ասեք հոգևոր եք ու ձեր ընթացն էլ հոգևորի նման լինի։ Դրա համար է որ Հակոբոսը շատ հստակ ասում է, որ հավատքը առանց գործերի մեռած է, մեկը մյուսի հետ միասին են քայլում։ Եթե մեկը ասում է, որ հավատք ունեմ, բայց գործեր չունեմ, այս ամեն ինչը պարապ խոսակցություն է, ուղղակի դատարկ խոսակցություն է։ Չի կարա լինի, մեկը մյուսի հետ համահունչ է գնում։ Կամ տիրոջն եմ պատկանում, կամ տիրոջը չեմ։ Չեք կարա երկու տերերի ծառայեք, կամ չեք կարա երկու տերերի ստրուկ լինեք։ Այդ ծառան հենց այդ ստրուկ բառն է ասում։ Գիտեք ինչի՞։ Որտեվ ստրուկը չի կարա կիսով չափ 50%-ով մեկին պատկաներ, 50%-ով մեկ ուրիշին պատկաներ։ Մեկի պատկանելիության տակ պետքա լինենք։ Կամ տիրոջն ենք ամբողջությամբ, կամ տիրոջը չենք։ Եվ հիմա ստեղ նորից հեղինակը շատ հստակ ասում է ընտրություն կատարեք, վերջի վերջո ընտրություն կատարեք։ Կամ գնացեք ձեր տաճարը, ձեր քահանա-պետերի մոտ, ձեր զոհաբերություններով, շարունակեք ապրեք այնց ոնց որ ապրում եք, գնացեք ձեր հրյա բարեկամներին միացեք։ Կամ վերջի վերջո ձեր ծնկները ամրացրեք, ձեր ձեռքերը ամրացրեք ու քայլեք այն ճանապարհով, որը որ Քրիստոս ձեզ ցույց է տվել։ Ուղղությունը ընտրեք, չեք կարող ուղղակի ասեք, լավ, եկեք սենց ասենք, Կիրակի օրը ստեղ եմ, շաբաթ օրն էլ կգնամ սինագոգ, ամեն ինչ տեղը տեղին կհարմար կլինի։ Համ հրյա բարեկամներից չեմ նեղացնի, համ էլ քրիստոնյա բարեկամներից չեմ նեղացնի։ Հիշում եմ մի հատ ֆիլմը գուցե նաև դուք եք տեսել, մումիա ֆիլմն էր, որտեղ որ մեկին են ցույց տալի, տենց մումիան դուրս է գալիս, հիմա էական չի։ Ու այս մեկը սենց մի քանի հատ սենց տարբեր ամուլետներ, բաներ ունի, ասենք հերթով հանում է, խաչն է հանում, սկսում է ինչ-որ բան անել, Դավիթի աստղը, մյուսը, ուզում է տենա, որ մեկի հետ է աշխատելու, էլի, բոլորն էլ ունեմ։ Մենք էլ ենք շատ անգամներ այդ մտածելակերպով վարվում։ Կարծում ենք, որ դե մի քիչ ստեղ էլ կտամ, Աստված թող չնեղանա, թող աշխարհն էլ չնեղանա, թող հարևաններս էլ չնեղան, հասկանում եք նման մոտեցումը տեղ չունի Աստծո մոտ։ Եզդիները այդպես հարմար ձևով ապրում են։ Իրանք ասում են, համ պետք է չնեղացնենք ոչ Աստծուն, ոչ մյուսին, բոլորին ընդունում ենք։ Նույնն էլ հինդուիզմի քարոզությունն է, գիտեք, չէ՞։
Հինդուիզմն էլ բոլորին այդ ձև ընդունում են։ Մուսուլմանությունն են ընդունում, քրիստոնեությունն են ընդունում, ասում են դե միլիոնավոր աստվածներ կա, հա Քրիստոսն էլ է մեջտեր, ով է ասում։ Ինչ որ պետք է կգան ծառայությանն էլ կմասնակցեն, պաշտամունքն էլ կբարձրացնեն, կաղոթեն էլ։ Հետո այդ քրիստոնեությունը հանգիստ կարան թողնեն, գնան մսկիթ, ու Մուհամեդի շրջանակներում էլ էլի իրանց նամազն անեն ու բան անեն։ Ինչի որտեղ սա հարմար տարբերակ է, հասկանում եք։ Ես բոլորի հետ լավ եմ, բայց այսպես չի լինում։ Դրա համար Աստված շատ հստակ ասում է կողմնորոշեք, որոշում կայացրեք։ Ու լավ կլինի, որ որոշումը ճիշտ լինի, որպեսզի ձեր ճանապարհն ուղղեք ու քայլեք։ Ինչի՞։ Այստեղ մենակ խոսքը մեզ չի վերաբերվում։ Ուշադրություն դարձեք նաև խոսք կա ուրիշին նաև։ Եվ ձեր ոտքերի համար ուղիղ ճանապարհներ շինեք, ինչի, որպեսզի կաղը չգլորվի, այլ մանավանդ բժշկվի։ Երբ որ մենք որպես մեկ համայնք, որպես եկեղեցի, մենք թույլ ենք տկար ենք, մեր թուլությունից ու տկարությունից նաև ովքեր են տուժում, մեր կողքինները, որտեվ գուցե այդ մեկին ես եմ բերել եկեղեցի, գուցե այդ մեկին ես եմ վկայել, ես եմ կանչել դեպի Տերը, ու հիմա տենում այն ով որ իրան բերել է, ինչ արած, ընկած վիճակում է, ինքն էլ է ընկնելու, ինքն էլ է շատ հեշտությամբ քո հետևից քայլելու։ Դրա համար է որ շատ դեպքերում եկեղեցու առաջնորդների կամ նրանք ովքեր որ ազդեցություն ունեն ուրիշ մարդկանց վրա, շատ խիստ դրված, որը պետք է իրանք անմեղադրելի լինեն։ Եթե որևիցե մեկը այնպիսի մի մեղք ունի, որը որ բոլորի առաջ հայտնի է, այդ մեկը առաջնորդող դեր չի կարող ունենա եկեղեցում, գիտեք ինչի, որտեվ միշտ գայթակղության առիթ է լինելու այդ այս թույլ ու տկարներին։ Նորից Աստծո խոսքը շատ հստակ ասում է, որ մեր կողքը լինելու են։ Եվ խնդիրը մեկը այն չի, մենակ իմ մասին չի։ Ես պատասխանատվություն եմ կրում իմ մասին, իմ համար, նաև նրանց համար, ովքեր որ իմ շրջապատում են։ Դրա համար պետք է զգուշ լինենք, սիրելիներ։ Ինչպես որ մեր ատամը, երբ որ ցավում է, չես կարող ասես դե պուճուր ատամ է, էլի կարևորը մնացած մարմինս առողջ է։ Չի լինում, չէ՞ տենց։ Երբ որ ատամը ցավում է, ամբողջ մարմինը ցավում է, տեղը չես գտնում։ Ոչ մի բան մոտդ նորմալ չի ստացվում։ Նույնն էլ եկեղեցում է։ Եթե որևիցե մեկը թույլ է տկար է, այդ թույլ ու տկարությունը ազդելու է նաև ուրիշի վրա։ Ամեն բնագավառում, ուշանալու առումով, խոսքը չկարդալու առումով, անուշադիր լինելու առումով, ամեն առումով, չվկայելու առումով, ֆինանսական առումով ներգրաված լինելու, ինչ ուզում եք ասեք, մեկս մյուսի վրա ազդեցություն թողնում ենք։ Դրա համար ինչ պետք է անենք։ Պետք է ուշադիր լինենք։ Պետք է ուշադիր լինենք մեր հավատքի հիմքը իրապես ինչ է, ով է, արդյոք Քրիստոսն է, արդյոք ճիշտ ճանապարհի ճիշտ ուղու վրա եմ քայլում, որտեղ փարիսեցիների հետ գիտեք ինչ խնդիր կար, ասում եք դուք գնում եք կորուստ, հələ ձեզ հետ էլ ուրիշներին էլ եք տանում, չեք թողնում, որ ուրիշները ճշմարտությունը ճանաչեն, չլինի թե մենք էլ նույն կարգավիճակում գտնվենք, մենք գնում ենք այս ուղղությամբ, գնում ենք կործանման, ու մնացածին էլ մեզ հետ տանում ենք, անուն էլ դրել ենք քրիստոնյաներ ենք։ Քրիստոնեությունը ինչ որ բան անել չանելով չի սիրելներ։ Այն պետք է արտահայտվի հստակ ճշմարիտ հավատքով առաստված այն Աստծո կամ այն Աստծո խոսքի շրջանակներում, որը որ մենք ճանաչում ենք։ Նոր դրանից հետո բխելու են ճիշտ քայլերն ու ճիշտ ուղղությունները։ Երկրորդը պետք է ձգտենք խաղաղության և սրբության 14 համարը։ Բոլորի հետ հետամուտ եղեք խաղաղության և սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի։ Գիտեք, այս համարը բավականին շատ մարդիկ սխալ ձևով են մեկնաբանում, ու գուցե մինչև հիմա շատերը սխալ են մեկնաբանում։ Ինչի որտեղ ասում են, տեսեք, սա խոսում է, որ հստակ պետք է գործողություն արվի, որպեսզի փրկություն ստանաս։ Այսինքն, եթե որևիցե մեկը նման վարք չունեցավ, Աստծուն չի տեսնելու։ Այնինչ խնդիրը նորից հակառակ բանի մեջ է։ Ձեզ մի պարզ օրինակ ասեմ։ Եթե որևիցե մեկը Քրիստոսինը չի, Աստծունը չի, կարա բոլորի նկատմամբ խաղաղությամբ ձգտի վարվի, կամ սրբության կյանքով ապրի։ Չէ, Աստծո առաջ, ասում մեր գործերը ինչին են նման,
Կեղտոտ կտորի նման են, ինչի որտեվ միշտ շարժառիթի մեջ ամբողջական ես փառք Աստծո չեմ ընտրելու։ Գուցե բարոյական տեսանկյունից մարդու լավն եմ ակնկալում, լավ բաներ եմ անում, օգնում եմ, սեր եմ ցուցաբերում, բայց այս ամեն ինչը չի ուղղելու փառքը Աստծուն։ Հետևաբար ամեն մի գործողություն Աստծո կողմից չի ընկալվելու որպես սուրբ արարք կամ այնպիսի արարք, որ ինքը ընդունում է։ Դրա համար ով կարա այս ամեն ինչն անի, նա ով որ վերստին ծնված է ու նորից ստեղ այս հստակ ինչ է անում հեղինակը, այդ բաժանումն է դնում։ Ասում է տես, քո տաճար գնալով, քո ծիսական արարողություններին մասնակցելով, որևիցե փոփոխություն, որևիցե բան կյանքիդ մեջ չես բերելու։ Եթե տիրոջինն ես, դրանից ելնելով կվարվես բոլորի նկատմամբ, խաղաղությամբ վարվես եւ սրբությամբ վարվես։ Հետաքրքիր է Հռոմեացիս 12-րդ գլխում, այսի երիտասարդների հետ անցած ուրբաթ շաբաթ օրերը խոսում ենք սրա մասին, նորից Պողոսը վարդապետությունից, ուսուցումից անցնում է գործնական քայլերի։ Ու գիտեք, նույն բանի է կոչ անում։ Նույն բանի է կոչ անում Հռոմեացիս 12-18։ Ուշադրություն դարձեք խոսքերին։ Հռոմեացիս 12-18։ Եթե հնարավոր է, ուշադրություն դարձեք, եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությամբ մնացեք։ Երբ որ ասում է խաղաղությամբ մնացեք, ինչի որպես պատվեր չի ասում բոլորի հետ պետք է անպայման խաղաղության մեջ լինեք։ Մեզանից չի, չէ՞ մենակ կախված։ Երբ որ հարց կա, փոխհարաբերություն կա, միշտ կա երկրորդ կամ երրորդ սուբյեկտը, ուզեք թե չուզեք, այս շրջանակում է։ Մեր ձգտում ինչ պետք է լինի այդտեղ։ Խաղաղություն լինելու։ Հիմա երբ որ ասում եմ բոլորի հետ, այդ բոլորի շրջանակում ամենադժվարը ո՞ր խմբի մարդիկ են լինելու։ Իսկ եթե տես կոնկրետ է ասենք, ամենամոտիկ, չէ, ամենամոտիկ մարդիկ հեշտ է իրանց այդ խաղաղության մեջ լինել։ Հասկացա, հիմա աշխարհային մարդիկ կան, լիքը բարեկամներ ունեն, որոնք որ աշխարհիկ են, իրանց հետ լավ խաղաղությամբ ապրում են, խնդիր տենց առանձնապես չեմ ունենում։ Ովքեր են։ Թշնամիները, ովքեր որ քեզ թշնամի են տեսնում, թշնամիների հետ է դժվարությամբ խաղաղությամբ վարվելը։ Հիմա բնականաբար աշխարհիկներ շրջանակում կան մարդիկում որ ավելի հեշտ է, այն մարդիկին ում հետ որ ավելի գործ ունես, շփում ունես, հարաբերություն ունես, իրանց հետ գոնե աշխարհային մակարդակում խաղաղություն ունենալը հեշտ է, բայց նրանք ովքեր որ թշնամի են քեզ հստակ տեսնում, իրանց հետ դժվար է լինելու։ Դրա համար Պողոս Արաքյալը Հռոմեացիս նամակի մեջ եթե շարունակությունը կկարդաք, ուշադրություն են սկսում է սևեռում է սրա վրա թշնամիների վրա, որ ասում է չարին չարով մի պատասխանիր, այլ բարով հաղթիր չարը։ Ինչի որովհետև այդ խաղաղության շրջանակում հեշտ է քո այս սիրողների շրջանակում ասենք բոլորս խաղաղ ենք։ Բոլորի շրջանակը լավ է։ Բայց հիմա ուզում դուք ինքներդ ձեր սիրտը տեսնեք ինչքանով եք դուք այսօր ձեր թշնամիների նկատմամբ արդյոք փափագ ունեք խաղաղություն ունենալու թե ոչ։ Էլ եմ ասում պատերազմական իրավիճակում են գտնվում։ Մեզ համար հիմա բավականին դժվար է, այսի բավական արդիական հարց է։ Ամեն մեկից համար ինչքանով եմ ես պատրաստ ընդունելու դիմացինին, եթե դիմացինն այսօր ինձ որպես թշնամի է տեսնում։ Բոլոր վարորդներն էլ ինձ շատ հեշտ կհասկանան, այնքան հեշտ է, երբ որ վարում ես մեքենան, թշնամիներ ձեռք բերես։ Ինչի որտեվ կարան այնպեսի վարք ունենան, այնպեսի մեքենան այնպես վարվեն, որ դու պետք է քեզ կարողանաս կառավարես։ Ու այդ պայդրությամբ ինքը դառնում է քո թշնամին։ Գուցե դու սխալ քայլ կանես, ու մեկ ուրիշը քո թշնամին է, ու քեզ քո հետ սկսելով վարվեն այնց ոնց որ ինքը տեսնում է նորմալ։ Այդ շրջանակում է որ պետք է տեսնենք ինչքանով է մեր քրիստոնյա վարքը համապատասխանում, որտեվ նորից եմ ասում, այս դահլիճում շատ հեշտ է քրիստոնյա խաղալը։ Շատ հեշտ է։ Բոլորս սիրում ենք, բոլորս մեկս մյուսի նկատմամբ բարեհամբույր ենք։ Բայց երբ որ դուրս են գալը, այդտեղ է երևում իրապես իմ քրիստոնեության արժեքը, հիմք ունի թե չէ։ Երբ որ իմ ոտքը տրորում են, այդ ժամանակ է երևում ով է իմ մեջ ապրում։ Երբ որ սպունգը մտցնում ես ջրի մեջ, ջրից հանում ես, սխմում ես, ի՞նչ է դուրս գալու։ Ջուր է դուրս գալու։ Եթե մեր մեջ
ատելությունն է, չարն է, մեր մեջ թույլ ու տկար քրիստոնյանը, երբ որ մի փոքր սխմվեմ, ի՞նչն է դուրս գալու, այդ չարությունն է դուրս գալու։ Դրա համար նորից ու նորից ասում եմ, եթե դուք այն մեկն եք, որ վազում է, ուրեմն պետք է ձգտեք բոլորի հետ խաղաղությամբ վարվեք։ Ինչքան էլ որ դժվար լինի, ինչքան էլ թող դիմացինը չընդունի, սա մեր խնդիրը չի։ Դիմացինի վարքը իմ վարքի վրա պետք է ազդեցություն չունենա։ Երկրորդ բանը ինչ պետք է անեմ, պետք է ձգտեմ խաղաղության, երկրորդը պետք է ձգտեմ սրբության։ Սրբության Աստծո նկատմամբ։ Այն պատվերներն ու այն ամեն բան ինչ որ Տերը տվել է, որպեսզի ես քայլեմ Աստծո առաջ սրբությամբ։ Առաջի Պետրոս Առաջի գլուխ 14-15 համարներն եմ ուզում կարդամ։ Առաջի Պետրոս 1 14-15 Հնազանդ զավակների պես ուշադրություն դարձնում եք զավակների, մինչև այդ խոսում ենք, եթե հայր ունեք, որը որ ձեզ խրատում է, դուք էլ ընդունում եք որպես զավակներ, ուրեմն հիմա որպես հնազանդ զավակների ինչ արեք։ Մի համապատասխանեք ձեր անգիտության ժամանակվա նախկին ցանկություններին։ Այն հին ժամանակները արդեն անցել են, դուք Աստծո զավակ եք այլևս։ Չեմ կարող նորից այն հին կերպով, հին մտածածով վարվեմ, հին մտածածով քայլեմ, այլ ձեզ կանչող սրբի պես դուք էլ ամբողջ վարքով սուրբ եղեք։ Գիտեք, առաջի Պետրոս նամակը, երբ որ գրվել է, քրիստոնյաների համար բավականին ծանր վիճակներ են։ Հալածանք էր ու երբ որ դաժե այդ օրինակն է բերում, որ սատանան մռնչող առյուծի պես ձեր շուրջը պտտվում է, քրիստոնյաներին գցում էին առյուծների բերանը։ Այս վիճակում էին գտնվում մարդիկ ու ստեղ Պետրոսը նման խոսքեր է ասում, որ այս իրավիճակում նույնպես ձեր վարքով պետք է սուրբ լինեք, ինչպես որ ձեր հայրն է ձեզ կանչում սուրբ լինելու։ Գիտեք, ստեղ նորից կա երկու ծայրահեղություն, երկու մոտեցում։ Առաջի ծայրահեղություն ու ես համարում եմ ծայրահեղություն, ինչի կասեմ, որ շատերը կանգնում են ու ասում են դաժե քրիստոնեական ուղղություն կա, որ ասում են երկրից վրա հնարավոր է այդ սրբության աստիճանին հասնելու, որ այլևս մեղք չգործես։ Ու շատերը կանգնում են ասում են, որ ես արդեն այդ մակարդակի հասել եմ ու մեղք չեմ գործում։ Սակայն առաջի Հովանու նամակը շատ հստակ ասում է, այնով որ ասում է մեղք չի գործում, սուտ է ասում։ Ինչի որտեվ մեղավոր մարմնի մեջ ենք եւ այս պայքարը այնքան է լինելու, մինչեւ որ վերջնական փառավորումը լինի, մինչեւ որ Տիրոջ առաջ կանգնենք ու դրանից հետո անապականացում մարմինը ստանանք։ Մինչեւ այդ պահը չգա, մենք անընդհատ այս մեղավոր մարմնի այդ պայքարի մեջ ենք լինելու։ Հետևաբար առաջինը շատ դեպքերում մարդիկ ասում են, արդեն սրբության հասել եմ ու վերջ, էլ կարիքը չունեմ ինչ որ հավելյալ բանի, արդեն սուրբ եմ, վերջ, էլ մեղք չեմ գործում։ Գիտեք երկրորդ ծայրահեղությունը որն է։ Մարդիկ էլ կան ասում են, դե թե սրբությանը չեմ կարող հասնեմ։ Ադե ապրեմ, այնց ոնց որ կա, հիմա կստացվի, չէ։ Հա չի ձգտում, փափակ չունի։ Սա էլ է ծայրահեղություն, սիրելիներ։ Դրա համար Եբրայեցիս նույն նամակի մեջ 12-րդ գլուխ 4 համարն ասում է, դուք դեռ արյուն թափելու չափ չեք պայքարել մեղքի դեմ։ Մեղքը շատ թեթև բան եք նայում։ Մեղքը նայում եք, դե բան ինչ որ տես չկա, խնդիր չկա, մի քիչ ընդեղ, մի քիչ ստե, այսինքն այդպես թափ-թփված վիճակում են գտնվում։ Երկու ծայրահեղություններ, այս երկու ծայրահեղությունները մեջ չպետք է գնենք։ Պետք է ձգտենք սրբությանը, ինչպես որ խոսքն է ասում, փափակ ամեն ինչ պետք է անենք, պետք է քայլենք այդ ուղղությամբ։ Պետք է ձգտենք ամեն ջանք, այս ձգտել բառը նաև նշանակում է վազել։ Ջանք թափել, ամեն ինչ անել, ուղղակի ինձ հանգիստ ինձ համար չեմ քայլում, կա տարբերություն, չէ, երբ որ ուշանում եք, ուշացած ժամանակ այլ քայլվածք ունեք, երբ որ ժամանակի խնդիր չունեք, այլ քայլվածք ունեք, չէ, հանգիստ եք, ոչ մի բան չկա, ամեն ինչը հանգիստ sense քայլում ենք։ Ստեղ ասում է, այդ հանգիստ վիճակը չի կարող լինի, անընդհատ պետք է ջանք թափեք, ինչի որտեվ աշխարհը ձեզ ուրիշ բանի մեջ է ստիպելու է, որ անընդհատ այդ կռիվների մեջ դուք էլ կռիվ անեք, եւ սրբության մեջ անընդհատ այս խնդրի առաջ եք, որտեվ ինչքան ձգտում ես սրբության, այդքան հակազդեցությունը մեծանում է։ Երբ որ Հիսուս Քրիստոսն ասում է փորձվեց ամեն ինչով բացի մեղքից, ուշադրություն դարձրեք Հիսուս Քրիստոսի վրայի այդ ճնշումը, որտեղ մենք շատ անգամներ ինչ ենք անում, ուղղակի մեղքին շատ դեպքերում հանձնվում ենք։ Ես չեմ ասում դա ճիշտ է, բայց մենք հանձնվում ենք, բայց Քրիստոս երբեք մեկ վայրկյան անգամ էլ այդ մեղքին չհանձնվեց։
Սրբությամբ մինչև վերջ կյանքի վերջի շունչը ապրեց սրբությամբ։ Մեզ էլ է կանչում դրա մեջ Տերը։ Եվ այո, ես պետքա պայքար մղեմ դրա համար։ Մինչև վերջի շունչս պետքա պայքարեմ այդ մեղքի դեմ։ Չեմ կարող ասեմ, դե փրկված եմ, նախասահմանված եմ, Տերը փրկել է, ամեն ինչը տվել է, շատ լավ է։ Գնա մեղ գործեմ, քավլիցի։ Հռոմեացիս նամակի մեջ շատ հստակ սրա մասին ասում է, հենո որ Քրիստոսին նա չի կարող նման տրամաբանությամբ մտածի։ Հիշում եմ, որ երբ որ սովորում էինք, այս ձևի հնարավորություն կար, մի փոքր պետքա առանձին ամեն մեկը որոշակի պատրաստեր կալվինիզմի եւ արմենիանիզմի հետ կապված, ու մի աղջիկ դուրս եկավ, այս ձևի sense մի քիչ ուզում էր կպներ, ասեց կալվինիստները նրանք են, ովքեր որ ասում են ես փրկված եմ ու հանգիստ մեղ կարամ գործեմ։ Այսինքն այս տրամաբանությամբ էր ինքը պատկերացնում։ Սա խնդիրը այն, որ ինքը ամբողջությամբ չի հասկանում, թե ինչ է նշանակում Աստծո շնորհքով փրկված լինել։ Երբ որ դու այդ գիտակցությունն ունես, թե Հիսուս Քրիստոս ինչ է արել, իր արյունը, իր այդ կյանքը տվել է, որպեսզի ես կյանք ունենամ։ Ես դրանից հետո նման ձևով, նման վարք, նման վերաբերմունք ուղղակի չեմ կարող ունենամ։ Ու եթե որևիցե մեկը նման բան է ասում, որ փրկված եմ, ուրեմն հանգիստ կյանքով կարամ ապրեմ, ինքը ես կասկածում եմ, ինքը փրկված է թե չէ։ Ես կասկածում եմ այս ձևի մարդու հավատքին, ով որ կարա հանգիստ ասի, ես Տիրոջմով փրկված եմ, իմ փրկությունը արդեն պահված, ապահովված եմ, ու գնում եմ հանգիստ մեղք եմ գործում։ Ուղղակի ինքը փափուկ բարձ է դրել, ու սրա մասին հեղինակը շատ հստակ խոսում է դրա մասին։ Մենք պետք է ձգտենք գործնական քայլերի դեպի խաղաղության, մենք պետք է ձգտենք ամեն օր, ամեն վայրկյան սրբության։ Եթե խոսքը չգիտեմ, ոնց ձգտեմ։ Եթե չգիտեմ որն է ճիշտը, որը սխալը, ոնց ձգտեմ։ Նորից չեմ կարող էլի միստիկ ձևով մի ակնկալեք, որ հրեշտակը իջնելու է, ասելու է, տես այդտեղ փոս է, այս փոսը անցի, սենց անցի։ Այս հարցում այս ձև վարվի։ Տես չի լինում, սիրելիներ։ Մենք եթե խոսքը ճշմարտություն այդ խրատը չենք առնում, չգիտենք այդ խրատը։ Չենք էլ կարող ճիշտ վարվենք, ամեն ինչը փող կապակցված է, ինչքան ուզում եք, ոնց ուզում եք ասեք, գործնական կյանքը կապված է լինելու ուսման հետ։ Դրա համար թե Եբրայեցիս նամակի հեղինակը, թե Հռոմեացիս նամակում շատ հստակ տեսնում ենք, գնում է ուսուցում, հետո գործնականը պարտադիր պետք է լինի։ Չես կարող մեկը մյուսից զատես, որտեղ եթե գործնականն է, բալավ թեորիան ինչ է, ինչի շրջանակում եմ այդ գործնականը պետք է վարվի։ Եվ նույնն էլ հակառակը, թեորիան ունեմ, գործնական չունեմ, էլի որևիցե օգուտ չկա, անիմաստ է այս ամեն ինչը։ Դրա համար այս ամեն ինչից ելնելով շատ հստակ ցույց տալով Քրիստոսի գերակայությունը, հեղինակն ասում է հիմա որոշում կացեք, Քրիստոսին նայեք ու քայլեք, ու այս ձև պետք է վարվեք։ Այլ ընտրանք չունեք։ Սա է ճանապարհը։ Ուրեմն առաջինը պետք է ամրապնդվենք, առաջինը պետք է կանգնենք ոտքի, հավատքին առումով հաստատուն կանգնած պետք է քայլենք։ Չենք կարող ուղղակի ասես նստած կաղ վիճակում լինենք։ Հստակ եթե որոշում կայացել ենք ու քայլում ենք, պետք է խաղաղությամբ ու սրբությամբ վարվենք։ Եվ վերջացնում եմ երրորդը։ Երրորդը պետք է զգոն լինենք։ 15-ից 17 համարներն եմ կարդում։ Զգույշ եղեք, որևէ մեկը Աստծո շնորհից չզրկվի։ Դառնության արմատ թող չաճի, ու ոչ ոքի թող նեղություն չտա եւ դրանով շատերը չպղծե, որպեսի ոչ մեկը պոռնիկ ու պիղծ չլինի ինչպես Եսավը, որ մի աման կերակուրի դիմաց իր անդրանուկությունը ինչ արեց, վաճառեց, որովհետև գիտեք, որ թեև հետո կամեցավ օրհնություն ժառանգել, բայց մերժվեց, քանի որ ապաշխարության հնարավորություն չգտավ, թեպետ արտասուքով այն փնտրեց։ Գիտեք, այս զգոն լինելը կամ այս բառը, որ ասում է զգույշ լինելը, այն արմատն ունի, ինչ որ պրեսբուտերոս բառն է կամ վերակացու բառն է, երեց բառն է, մեկը որ ուշադրություն է դարձում եկեղեցուն, ուշադրություն է դարձում, որպեսզի որևիցե մեկը սխալ ճանապարհով, սխալ բանի մեջ չընկնի։ Ուստի իմ ուշադրությունը ասում ուշադրություն դարձրեք ում առումով։ Ոչ միայն մեր, այլ նաև կողքի ասում զգույշ եղեք, որևիցե մեկը Աստծո շնորհից չզրկվի։
Հիմա նորից հետ ենք վերադառնում այս հասկացողությանը։ Նորից այս գաղափարը չի ասում այն մեկը, որ մեկը այդ շնորհը ուներ, ու հիմա զրկվեց, կորցեց այդ շնորհը։ Չէ։ Խնդիրը սրա մեջ է, ոնց որ ընդեր։ Եթե մեկը այդ շնորհն ունի, այդ շնորհով փրկություն ունենալու է։ Իսկ եթե մեկը ասենց կողքից նայում է, կասկածում է, ընտրեմ տաճարը, թե ընտրեմ Քրիստոսին, այս կարգավիճակում է գտնվում ինքը։ Սենց նեյտրալ կարծես թե նեյտրալ վիճակում է գտնվում։ Ասում են զգուշ եղի, որպեսզի այդ ձևի մեկին հանկարծ չլինի թե որ ինքը ինչ անի, շնորհքից զրկվի, մերժի ու ապաշխարություն ու դարձ չունենա, հավատ չունենա, գնալու է կործանվելու։ Մենք որպես քրիստոնյաներ միշտ պետք է զգոն լինենք, նույնիսկ մեր մեջ տեսնելու, հարցնելու, ճշտելու, արդյոք Քրիստոսինն ես, արդյոք ապաշխարել ես, արդյոք Տիրոջ ճանապարհի ընթացքում ես թե ոչ, որտեվ կանան մարդիկ լինեն, որ նույնիսկ մեր կողքը հիմա նստած են, եկեղեցու պաշտամունքին նստած են, պատկերը կարծես ունեն քրիստոնյա, բայց շնորհը չունեն, փրկությունը չունեն։ Դրանով ասում եմ զգոն եղեք, տեսեք ինչպիսի վարք ունեն, ինչպես են խոսում, ինչ են անում, որտեվ գուցե եւ դեռևս փրկված չեն։ Գուցե եւ դեռևս այդ խնդիրը կա, որ պետք է ինչ անեմ, ավետարանը քարոզեմ, իրան ասեմ արի, ստե վտանգ կա։ Հետ կանչեմ, ասեմ արի, ճշմարտությունը ճանաչի, որպեսզի հանկարծ ու հանկարծ չլինի թե մահանաս։ Գնաս ասես քո անունով էս էինք անում, այն էինք անում, բայց արդյունքում փրկված չես։ Դրա համար հաղորդության շրջանակում էլ դրա մասին է ասում։ Եթե մեկը Տիրոջը հացը եւ Տիրոջը գինին կամ Տիրոջը մարմինը չի հասկանում, դատապարտություն է իր վրա բերում, ինչի, որտեվ կարծում է թե փրկված է, կարծում է թե մասնակցում է Տիրոջը հետ հաղորդակից է, բայց Տիրոջը հետ հաղորդակցություն չունի։ Կարծում է թե փրկված է, բայց չունի։ Նույնպես եւ մկրտությունը։ Շատ շատերը կարծում են, որ մտան ջրի մեջ դուրս եկան, վերջ ապահովագրվեցին։ Եթե փրկություն չկա, ուղղակի մտակ ջուրը դուրս եկակ, այդ ամեն ինչ անելու, փափուկ բարձ է ինչ որ մեկի գլխին դրվելու, ու ինքը մտածելով, որ ինքը փրկված է։ Այնիշտերն ասում է, ես ձեզ երբեք չէի ճանաչել։ Որովհետեւ պետք է ուշադրություն դարձենք, հսկում լինենք, որպեսզի փրկության ավետարանը բոլորին տանք, անընդհատ ուշադիր լինենք։ Եթե մեկը կա, որ տեսնում ենք, որ ինչ որ կասկածել է, նորից խոսանք, նորից վստահ լինենք, դիմացինը Տիրոջը ճանաչում է, թե չէ սա է մեր փափագը։ Որ հանկարծ ու հանկարծ չլինի, թե մեկ աչքերը փակի այստեղ երկրից վրա։ Ու հետո արդեն ուշ է լինելու։ Այլևս հետ գալու ճանապարհ չի լինելու։ Ու Եբրայեցիս նամակում շատ հստակ սրա մասին խոսել ենք։ Շատ հստակ հեղինակը մի քանի անգամ ասել է, եթե մեկը մերժեց Քրիստոսին, այլ ճանապարհ չի լինելու, վերջ։ Մնում է մենակ դատաստանը։ Այլ փրկություն չկա, չպիտի ինքներս մեզ հանգստացնենք այն առումով, որ եթե օրինակի համար իր կյանքի ընթացքում 1000 անգամ պաշտամունքի մասնակցել, վերջ, երկնքում արդեն ամեն ինչ ուղղված է, դզված է։ Փրկության տեղը դրված է։ Պետք է զգոն լինենք, որպեսզի ուշադիր լինենք, չլինի թե մեկը հանկարծ փրկությունից ինչ լինի, կտրվի։ Երկրորդը պետք է զգոն լինենք, որ մեզ համար քրիստոնեական արժեքները, քրիստոնեական կյանքը խաղ ու պար կամ ասենց անպիտան ինչ որ բան չլինի։ Ուշադրություն դարձեք այն օրինակին, ինչ որ հետո տեսնում ենք։ Ում օրինակն է բերում հեղինակը, Եսավի։ Երկրորդ բանը, հետո դրանից հետո ասում է դառնության արմատ թող չաճի, ոչ ոքի թող նեղություն չտա եւ դրանով շատերը չփղծե։ 5 տականից այս օրինակը բերում անընդհատ։ Երբ որ մարդիկ հետ էին վերադառնում կռապաշտությանը, դա համարվում էր դառը արմատ, համարվում էր մի թույն, որը որ տարածվում է ժողովրդի շրջանակում։ Եվ ինչ էր ասում Աստծո խոսքը, այդ արմատը պետք է հեռացնես, ինչի, որտեվ երբ որ մնում է ինչ անում, վնասում է կողքիններին։ Մենք կոլեկտիվ մտածելակերպ ունենք։ Ես հիշում եմ, երբ որ աշխատում էի այդ բնակավարում վաճառքի բանի, դրսի տաղավարները սենց բան ունեն, խայծ ունեն։ Գիտեք ինչ են անում, օրինակի համար իրանց աշխատողներին վարձում են, ու աշխատողները գալիս են, այդ իրանց տաղավարի առաջ կանգնում են, սենց հերթ են կանգնում։ Մարդիկ էլ որ գալիս են, տեսնում են, երկու հոգի հերթ է կանած, ուրեմն ինչ որ մի բան, ինչ, երբ որ ավելանում է, կտեսնեք, որ աժոտաժը ավելանում է։ Գուցե իր մոտ այդքան էլ լավ որակ չի, ավելի թանկ է, բայց երբ որ սենց աժոտաժ կա, մարդիկ հերթ են կանգնած։ Անկախ քեզանից դու ինքդ էլ ես ուզում, եթե այսքան մարդ կանգնած է, ուրեմն ինչ որ մի բան կա։ Ստեղ ուրեմն ինչ որ մի բան ու դու էլ ես կայնում։
Այդ մտածելակերպը մենք ունենք։ Երբ որ մարդիկ սահմանի վրա կանգնած պաշտպանում են, առաջի զինվորը երբ որ փախնում է, գիտեք ինչքան մեծ գայթակղություն է առաջացնում մնացածի առումով էլ։ Դրա համար ստեղ ասում է զգոն եղեք նաև այս մարդկանց առումով, որովհետև եթե որևիցե մեկը հիմա եկեղեցուց թողեց ու հետ վերադարձավ այն հին ծառայությանը, տաճարի, սա արդեն համարվելու կռապաշտություն, ինչի, որովհետև դրա կարիքը արդեն չկա։ Զոհի այդ նոր զոհի կարիք այլևս չկա, ինքը հետ է վերադառնալու ու շատ շատերին նեղություն է տալու դրանով։ Սա նորից կախված է նրա հետ, այն որ ասում էր հանկարծ մեկը ճանապարհից չգլորվի։ Այս ամեն ինչը փոխկապակցված է սիրելիներ։ Եթե որևիցե մեկը գնում է այն ուղղությամբ, ինքը ազատություն է ունենում ուրիշների վրա։ Մենք կոլեկտիվ մտածելակերպով ենք ապրում, ուզեք թե չուզեք, սա մեր բանը, եթե մեկը ընկնում է, շատ հեշտությամբ մնացածներն են ընկնում։ Բայց եթե դուք ամուր եղաք, շատ շատերի համար ձեր ամրությունը, ձեր հավատքի մեջ հստակ քայլերը ամուր հիմք են հանդիսանում եւ շատ ուրիշների համար։ Եվ վերջինս ելներ։ Որպեսի ոչ մեկը պոռնիկ կամ պիղծ չլինի, ինչպես Եսավը, որը մի աման կերակուրի դիմաց իր անդրանիկությունը վաճառեց։ Եթե պատմությունը կարդացել եք, գիտեք, որ երկու եղբայր էին, Եսավը մեծն էր, ու օրենքով անդրանիկությունը իրան էր հասնում, սակայն Աստված ասել էր, որ միջնեկը փոքրը պետք է իշխի մեծի վրա, բայց այնուամենայնիվ ըստ օրենքի այս ձև էր դրված։ Մի անգամ սոված Եսավը գալիս է, խնդրում աղբորից ասում եմ մի կտոր հաց կտաս ուտեմ, որտեվ տեսել է, որ իր սիրած կերակուրն է պատրաստում, իր սիրած ուտելիքն է, ապուրն է պատրաստում։ Եղբայրն էլ առիթը բաց չթողեց, ասեց անդրանիկությունդ վաճառի, ու այս ապուրը կտամ։ Պահի այդ ցանկության համար ինքը ուղղակի անուշադրության դարձեց, կոպիտ ասած թքած ուներ անդրանիկության եւ այն ժառանգության վրա, որը որ հոր կողմից ինքը պետքա ժառանգեր։ Այդ ժամանակ շատ բանի մասին չէր մտածում։ Ուղղակի ինձ հարմար լինի, իմ փորս կուշ լինի։ Ուղղակի հիմա ես հալածանք չկրեմ, գնամ մի քիչ այդ տաճարում, դե կզբաղվեմ, ժողովրդի հետ կլեմ, կարևորը հիմա նեղություն չկրեմ։ Կարևորը հիմա ես վարվեմ այնց ոնց որ ուզում եմ։ Տեր Աստված, դե կներես էլի, գիտես, դե քոնն եմ, քո զավակն եմ, բայց թույլ տուր մի քիչ խափեմ, թույլ տուր մի քիչ այս ձև վարվեմ, չի լինում։ Այդ թույլ տուրներով չի լինում։ Երբ որ ասում է պոռնիկ էր, Աստծուն էր պոռնկացել, այսինքն դավաճանել էր։ Պատկանում էր Իրանը կարծես, Իրանն էր այդ ժառանգությունը կարծես թե Իրանն էր, ինչ արեց, մի աման ապուրի համար ծախեց։ Տերը մեզ ժառանգություն է խոստացել երկինքը։ Չլինի թե մենք էլ հանկարծ այդ շնորհքից զրկվենք, այդ հնարավորությունը, այդ ժառանգությունը կարծես թե հնարավորություն ունենք առնելու, ավետարանը լսում ենք, բայց ինչ անենք, անարգենք, մերժենք, տրորենք Հիսուսի արունը պիղծ համարենք ու դրանից հետո փրկությունից զրկվենք։ Բայց մերժվեց։ Ուշադրություն դարձեք 17 համարը, մի քանի բան էլ ասում եմ, վերջացնում եմ։ Որովհետև գիտենք, որ թեև կամեցավ օրհնություն ժառանգել, երբ որ պահը հայկավ, հորն ասեց, ախր ոնց ես այդ օրհնությունը տվել աղբորս։ Ինձ էլ օրհնի էլի, գոնե մի բան ինձ էլ տուր։ Ասես չկա, վերջ։ Ստեղ խնդիրը գիտեք ինչ, այն չէր, որ ինքը ապաշխարել էր, դարձել էր եկել իր քայլի համար։ Չէ, ուղղակի հասկացավ, որ ստեղ ավելի մեծ բան կորցել, արդեն չափում է, ստեղ մի հատ աման էր, մի հատ ապուր էր, ստեղ օրհնությունն էր, չափում է, տեսնում է, ասում է, այս ապուրը լավ, իսկական սրա համեմատ ու դրա համար լացեց, դրա համար ցավ քաշեց, բայց սա ապաշխարություն չէր, ինքը չզղջաց իր քայլի համար։ Նույնպես եւ Հուդան էր, երբ որ Հիսուսին մատնեց, ցավ քաշեց, որ կարծես չպետք է տենց վարվեր։ Այն առումով, որ կարծես այն ինչ որ ավելի թանկ ունեի, այն 30 արծաթը արդեն աչքին չէր ևն, դե ինչ էր ընդամենը 30 արծաթ։ Երբեք չապաշխարեց։ Բայց Պետրոսը երբ որ ուրացավ, երբ որ պահը եկավ, դառնապես լացեց, որ այդ ձևի վարքա ունեցել, այդ ձևի քայլա ունեցել։ Գիտեք, շատ դեպքերում մենք կարա երբ որ ցավը գալիս է, կարծես թե լացում են, կարծես թե մարդը ապաշխարի, բայց երբեք արարքի համար, իր կատարած գործերի համար դարձ ապաշխարություն չունենա։
ու վերջը վատ է լինելու այդ մարդկանց համար։ Ինչ որ փրկության հնարավորություն ունեն, ավետարանը բոլորին քարոզվել էր, հավատալու հնարավորություն ունեն, դարձի գալու ապաշխարելու հնարավորություն ունեն, Տիրոջ արյունը բավարար էր բոլորի համար, բայց ինչ արեց, ուղղակի մերժեց, ուղղակի ապրեց այնպես, ինչպես որ ինքն է կամենում։ Դրա համար սիրելիներ, եթե մենք վազում ենք, եթե մենք այդ ընթացքի մեջ ենք, այս 3 կարևոր բաները անդադ մեր մտքին պետք է ունենանք։ Առաջինը պետք է ամուր հիմք ունենանք, հավատքի շրջանակում ամուր ոտքներս, ամուր ձեռքներս, ամուր պետք է վազենք Տիրոջ համար։ Չպետք է տրտնջանք, չպետք է ասենք ինչի սենց, ինչի ինենց, պետք է ամուր վազենք մեր առաջ ունենալով Քրիստոսը։ Երկրորդը բոլոր մարդկանց նկատմամբ մաքսիմում պետք է ձգտենք խաղաղության եւ սրբության։ Չի կարա մարդը ձեզ ճանաչի որպես բարկացկոտ, որպես կռվարար մեկը, չեք կարա ճանաչվեց մարդկանց կողմից նման ձևով։ Չի կարա ձեր կյանքը մեկը նայի, ասի ես մարդը անընդհատ մեղքի մեջ անընդհատ այս վիճակում է, սրբության պետք է ձգտեք։ Եվ երրորդը պետք է զգոն լինենք, որպեսզի տեսնենք մեր շուրջը մարդիկ կան, ովքեր որ գուցե ավետարանի կարիք ունեն, գուցե ապաշխարության կարիք ունեն։ Եվ զգոն լինենք, որ չլինի թե հանկարծ քրիստոնեական կյանք, ուղղակի մատների արանքով նայենք կամ Տիրոջ ժառանգությունը առ ոչինչ համարենք, որտեղ դրանից հետո շատ բան ենք կորցնելու ու այլևս այլ հնարավորություն չենք ունենալու։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, դու ողորմած Աստված ես եւ քո խոսքդ հասանելի է բոլորին, Տեր։ Եվ մեզ նկատմամբ էլ ողորմած ես գտնվել ավետարանիդ խոսքը լսել ենք, Տեր։ Բայց շատ դեպքերում, Տեր, վարվում ենք այնպես, կարծես թե քեզ չենք ճանաչում։ Կամ կարծես թե այդ խրատը մեզ չի հասնում։ Եվ կարծես թե նույն փոცხի վրա անընդհատ նույն սխալի մեջ դոփում ենք, Տեր։ Օգնի, որ ամրանան մեր ծնկները, օգնի, որ ոտքի կանգնենք և վազենք քեզ համար, Տեր, որտև մեկ նպատակ ունենք ուզում ենք քեզ փառավորել։ Խնդրում եմ ով Հայր, որ այցել ես բոլոր այստեղ գտնվողներին, Տեր, եթե դեռ մարդիկ կան, ովքեր որ քեզ չեն ճանաչում, ավետարանը չգիտեն, դեռ շնորհքիդ մեջ չեն, Տեր, դու այցելություն արա, ողորմիր, որ ապաշխարությամբ դարձով գան քո առաջ ասելով Տեր Հիսուս ներիր, որտև մեղավոր եմ։ Ներիր, որտև այսքան ժամանակ ապրել եմ այնպես, ինչպես որ ես եմ կամեցել։ Օգնի, որ հստակ այդ որոշումը կայացնեմ։ Հստակ կարողանամ ասեմ, որ այո, ես քեզ հետ եմ, Տեր։ Հեռու լինեմ կռապաշտությունից, հեռու լինեմ մեղքից, հեռու լինեմ ամեն բանից, որը որ քեզ չի փառավորում, Տեր։ Եվ ձգտեմ մարդկանց այդ խաղաղության, Տեր։ Որտև դու ես խաղաղության իշխանը եւ դու մեզ կանչել ես այդ խաղաղության մեջ լինելու, Տեր։ Փառավորվիր նաև այս հետագա ընթացքի մեջ, որ միասին պետք է մոտենանք Սուրբ Սեղանիդ այն խորհրդին, որը որ դու տվեցիր, այն խորհուրդը, որով որ մենք քո մեջ ենք եւ դու էլ մեր մեջ ես, Տեր, որ քեզանով փրկություն ունենք, քեզանով կյանք ունենք, ու թող որ իրապես ամեն ինչի մեջ դու փառավորվես եւ դու մեծարվես Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Նստեք, խնդրեմ։